Կինը պետք է էմոցիոնալ լինի, կինը պետք է Մենք նոր ընկերուս հետ խոսում էինք այն մասին, որ կինը պետք է կենդանի լինի, իսկ այդ կենդանությունը արտահայտվում է հենց նրա էմոցիոնալության մեջ, այսինքն կենդանի մարդը ապրում է տարբեր էմոցիաներ, տարբեր պահերի, և նա իրեն թույլ է տալիս այդ բոլոր էմոցիաները համ ապրել, համ ցույց տալ, եթե նա տխուր է, նա տխուր է, եթե նա ուրախ է, նա ուրախ է, եթե նա ինչ-որ բանից դժգոհ է, նա չի թաքցնում իր դժգոհությունը, նա չի փորձում լինել ճիշտ, խելոք, լավը, հարմար, նա իր դժգոհությունը հայտնում է բառերով, ասում է, նորից ապրում է այդ իր վիճակը, ոչ թե վախենում է, որ վայ հեսա ես եթե հանկարծ անհարմար լինեմ, հանկարծ եթե հիմա ավել բան ցույց տամ, ուրեմն չգիտեմ, ես այսպես չեմ երևա, ես այնպես չեմ երևա, կամ ինձ այլևս չեն սիրի, կքննադատեն եւ այլն եւ այլն։ Դա շատ վատ է, եթե մարդ ցույց չի տալիս ինքն իրան ապրել իր տարբեր էմոցիաները, այլ զսպում է, պահում է իր մեջ, իսկ հետո բարև, բարի գալուստ, հիվանդություններ, ինչ վերաբերվում է հատկապես դժգոհությունների